Պարոն Կիրակոսյան, հաջորդ նիստին կներկայացնեք ֆինանսական ձեր հաշվարկները այս տարվա ծախսերի և նաև կբացատրեք հավելյալ ֆինանսական միջոցները ինչի համար են հարկավոր, ինչն է սխալ հաշվարկվել կամ եթե սխալ չի հաշվարկվել, ամբողջական խնդրում եմ կներկայացնեք հաջորդ շաբաթվա ընթացքում։ Երկրորդը այն մոտավորապես բացարձակապես չներգրավարորդների հավաքագրման պրոցեսին ներգրավվածության բացակայությունը անընդունելի է և մենք արդեն իսկ քննարկել ենք պարոն Գրիգորյանի հետ և հուսով եմ այն անձնակազմը, որը ձեզ պետք է հանձնենք հավաքագրման պրոցեսը գրագետ և ճիշտ հունի վրա դնելու իր արդյունքները կտան, որովհետև հավաքագրումից, պարոն Կիրակոսյան, նաև կախված է արտաժամյայի վճարումները։ Ուզում եմ սա շատ հստակ և ուղիղ եթերով ասել, որովհետև չի կարող լինել մի իրավիճակ, երբ որ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաններով և իրանք որևէ կերպ որևէ պրոցեսին չեն մասնակցում, մասնավորապես հավաքագրման պրոցեսին չեն աջակցում։ Եվ սա իրականում երևի թե նրանց մեղքն չի, սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ես ասել եմ, որ անընդունելի է, առաջին օրվանից։ Մի ամիս հետո արդեն արդյունքները կհասկանանք ինչ եք Պարոն քաղաքապետ, այսօրվանից հրանգավորված է բոլոր վարորդներին։ Իսկ հաջորդ շաբաթ ձեր ֆինանսականը կբերեք և կզեկուցեք։